Ես առաջարկում եմ զերծ մնալ ընդհանրապես նման մեկնաբանություններից։ Հայաստանի Հանրապետությունը իր որոշումները ընդունում է բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին ընթացակարգերի, օրենքների շրջանակներում եւ խորհրդատվության կարիք չի զգում առավել եւս հարևան երկրների կողմից ու կարծում եմ, որ այդ դավադրության տեսությունների մեջ ընկնելը ամեն անգամ հենց խանգարում է մեր առաջընթացին եւ ժամանակն է որպեսզի մենք դրանից հեռու կանգնենք եւ ես էլ այսօր կարող եմ շատ ուրիշ բան ասել, այսինքն իմ մեկնաբանությունները ուղիղ կապ են տեսնելու մի քիչ ինքնասիրություն է պետք ունենալ, էլի ես առավել քան վստահ եմ, որ նույն Ադրբեջանում ամեն այստեղ ինչ որ մեկի կամ նույնիսկ պաշտոնյաների ասածները այդպես հալած յուղի տեղ չեն ընդունում եւ կարծում եմ, որ սա շատ վատ սովորություն է, որից որ պետք է հրաժարվել եւ նաեւ հասկանալ ինչու է դա անընդհատ կապել, այսպես հիշեցնել Փաշազադեին, նրան բերել ինչ որ օրինակներ, որպեսզի ժողովուրդը այսպես ամրապնդվի այն կարծիքը, որ ամեն ինչ իշխանությունները անում են Ադրբեջանի պատվերով։ Սահմանադրության պահանջի հետ կապված ես եւս բազմիցս մեկնաբանել եմ, եւս մեկ անգամ եմ մեկնաբանել, որ դա սահմանադրության պահանջի մասին է, այսինքն այնպես չի, որ այսպես դատարկ խոսակցություններ են, դատարկ խոսակցություններ են, որովհետեւ դեռևս պատերազմից առաջ մենք սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը սկսել էինք, սահմանադրական փոփոխությունների համար հանձնաժողով էր ստեղծվել եւ մենք էլ գնում ենք այն ճանապարհով, որ այսօրվա մեր իրողությունները պիտի արտացոլի սահմանադրությունը։ Եթե կան հակասություններ մեր այսօրվա իրողությունների եւ Հայաստանի հետագա ճանապարհի եւ շարժի մեջ, որտեղ սահմանադրությունը ամբողջությամբ պիտի արտացոլի մեր նպատակները, այն կարգ ու կանոնը, որ երկրում կա եւ այն բոլոր հիմնական օրենքները, որոնցով մենք առաջնորդվելու ենք եւ մեր կյանքը կազմակերպելու ենք։ Եվ հետեւաբար, այստեղ որևէ այլ երկրի պահանջ լինել չի կարող, առավել եւս վերադառնալով ձեր առաջին հարցին, որ խուզարկություններ են գնում եւ այլն, եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը որևէ հանցագործություն արել է, ապա այդ հանցագործությունը չպիտի մեղմացվի կամ էլ ընդհակառակը պայմանավորված նրա զբաղեցրած պաշտոնով կամ դիրքով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են իրար, անկախ նրանից հոգեվորական են, բարձրաստիճան պաշտոնյա են, թե միջին վիճակագրական քաղաքացի։ Ասում են, որ սա երկրորդ փուլն է, չստացվեց գրովել Էջմիածինը եւ այլն, փորձում են եկեղեցի որևէ մեկը քանդել օգտագործելով Տեր Արամի, Տել ավելի ժողովուրդ ջան, ինչա նշանակում եկեղեցին ներսից քանդել։ Հայտարարությունների հիման վրա է քրեական գործը հարուցվել։ Եթե հայտարարությունները անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության օրենքների եւ սահմանադրության հետ, ապա դրանք հետապնդվում են օրենքով։ Անկախ նրանից ով է։ Միքայել Սրբազանը ինքն էլ խոստովանել է, որ ինքը բազմիցս կոչեր է արել Հայաստանում ռազմական հեղաշրջում։ Կոչը կարող է լինել հարցազրույցով, կոչը կարող է լինել թե հարցազրույցով, թե հրապարակում միկրոֆոնով կամ բարձրախոսով, կամ ամեն կերպ կարող է այդ կոչը լինել։ Եթե այդ կոչերը արվում է, ասենք պետության ղեկավարի կողմից, ինչ կոչ է անում, ինչ կոչ է անում, ղեկավարը երբ ասել է պատվարները ԱԾ-ի Facebook-ով հրահանգ է տալիս Սամվել Կարապետյանի այդ դեպքում ինչու նույն սկզբունքը չի կիրառվում, ասենք նույն սկզբունքը կիրառվում է բոլոր դեպքերում, եթե դուք առավել ուշադիր լինեք, կտեսնեք, որ բոլոր դեպքերում նույն սկզբունքները կիրառվում են, որովհետև մենք ունենք խնդիր դարձնելու օրենքը գերակա եւ հավասար դարձնելու բոլորին օրենքի առջեւ, որովհետեւ սա է միակ ճանապարհը ամուր եւ հարատև պետություն կառուցելու եւ այո, եթե իշխանության որևէ ներկայացուցիչ նման կոչ է անում եւ նման կոչ կանի կամ նման հարցազրույց կտա, ինչպես որ իրարից փորձում եք սանազանել, ապա նրանք եւս պետք է օրենքի առջեւ իշխանության գալուց հետո ծեփել պատերին փռել ասֆալտին, դա էլ է, չէ, կոչի վերջը, բայց որևէ մեկը այդ կոչի համար չի պատժվել։ Էլ չենք ասում, որ շարունակվում է ճնշումներ այլ մարդկանց նկատմամբ։ Իշխանության գալուց նկատի ունեք 2018 թվականին կարծում եմ, որ այդ ժամանակ պետք էր դրա մասին խոսել եւ ոչ թե հիմա, որովհետեւ մեր իրողությունները փոխվել են պատերազմից հետո եւ պատերազմից հետո մեր առջեւ այլ մարտահրավերներ կան, որոնք որ մենք պարտավոր ենք փոխել։ Հոգեվորականները որևէ բանով չեն խանգարում, եթե իրենք զբաղվեն իրենց գործով, կրթեն հայ ժողովրդին, տանեն դեպի Հայաստանի Հանրապետության հոգեվոր ապագա։ Երբ որ հոգեվորականը զբաղվում է քաղաքականությամբ, ապա ավտոմատ կերպով նա համարվում է
քաղաքական գործիչ եւ ենթարկվում է նույն պատասխանատվությանը, ինչ որ մնացած բոլոր քաղաքական գործիչները։ Հոգեվորական լինելը քաղաքականությամբ զբաղվելու մեջ որևէ առավելություն որևէ մարդու չի տալիս։ Այսինքն, եթե չկա որևէ հոգեվորական, որը որ չի քաղաքականությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է նրանով, ինչը իր առաքելությունն է եւ ինչի համար ինքը համարվում է հոգեվորական, որևէ մարդ, որևէ նման հոգեվորական որևիցե խնդիր չի ունեցել։ Հոգեվորականները աչք հայտնում։ Մարդ, մենք պետք է առանձնացնենք։ Եթե դուք արդեն առանձնացնում եք հոգեվորականին, դուք ինքներդ եք առանձնացնում։ Եկեղեցին իրավունք չունի քաղաքականության մեջ դիրքորոշում հայտնելու, իրավունք չունի քաղաքականության։ Հայապահպան գործունեությունը չի իրականացվել երկրի ներսում խժդժություններ ստեղծելու եւ դրանք կառավարելու միտում։ Եթե ասում եք եկեղեցին իրավունք չունի խառնվելու քաղաքական կյանքին, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի փոխելու կաթողիկոսին։ Կարծում եմ, որ նման խոսակցություն երբևէ չի եղել, Նիկոլ Փաշինյանը ինքը այդ իրավասությունը չունի, ինքը անձամբ փոխելու։ Նիկոլ Փաշինյանը կարող է պետք է զբաղվի այդ հարցերով Դա չեղավ, որ Նիկոլ ինքնաստեղծ խումբը, բայց ամուսնացյալ ես պիտի ընտրեմ այդ մարդկանց։ Ուրեմն օրենքները, որով որ կաթողիկոսը չի կարող լինել ամուսնացյալ, Նիկոլ Փաշինյանը չի ընդունել։ Դրանք գալիս են հազարանոկներով։ Դրանք գալիս են, այսինքն եթե ավանդական, հայկական, առաքելական եկեղեցու ավանդույթները խախտվել են որոշ մարդկանց կողմից, մենք ավանդույթը չենք քանդում։ Խնդրում եմ այստեղ տարբերությունները տեսնել անպայման, հասկանալով իհարկե ձեր մղումներին նաև, բայց ավանդույթը չենք քանդում։ Մենք փորձում ենք լուծել այն խնդիրը, որը որ ստեղծվել է 100-ամյակներով եկած ավանդույթները քանդելու են։ Դուք կարծում եք հայ առաքելական եկեղեցին, լավ, ինչպես դուք պնդում եք, դա Ադրբեջանից հրահանգված չի եւ այլն։ Ներսում, եթե այս քայլերը Փաշինյանի վարկանիշը բարձրացնում են, որտեղ սոցհարցումները ընդհակառակն են խոսում, եկեղեցու վարկը, որքան գրոհվում են եւ այլն, ամեն դեպքում այս վարկանիշը գրոհել բառը արդեն ինձ գրոհել, նորից եմ ասում, գրոհել բառը արդեն ինձ ստիպում է հենց հիմա եզրափակել այս հարցազրույցը եւ գնալ, որովհետեւ եթե ձեր ինքնասիրությունը ձեզ թույլ է տալիս, որպես հայ մարդ, անընդհատ խոսել են մասին, որ Ադրբեջանի հրահանգները կատարվում են եւ չգիտեմ դրանից լավ զգալ, ձեզ համար դա նորմալ է, ինձ համար դա նորմալ չի։ Նորմալ չի, որտեղ Փաշազադը որովհետև չի կարող։ Ես դուք արդեն ինձ հարցրել եք, ես ասել եմ, որևէ տրամաբանության մեջ չի մտնում, որ առաքելական եկեղեցին կամ հոգևորականությունը կարող է դեմ լինել խաղաղությանը։ Ուղղակի չի մտնում համամարտկային որևէ, բայց մենք հիմա անընդհատ քննարկում ենք, չէ՞, խանգարում է։ Փաշազադեն է ասում, որ հայ առաքելական եկեղեցին խանգարում է խաղաղությանը։ Դա իր խնդիրն է։ Այդ հարցերը տվեք իրեն։ Որովհետև իմ պատկերացմամբ, իմ արժե համակարգի մեջ չի մտնում, որ քրիստոնյան կարող է խանգարել կամ դեմ լինել խաղաղությանը։ Եվ եթե այո կան, ուրեմն պետք է նմանություններից հետո ներսում հրահանգներ են։ Դուք եք տեսնում այդ կապերը, ես այդ կապերը չեմ տեսնում։ Ես տեսնում եմ հոգևորականներ, որոնք, չէ, ոչ, ինձանից չի հաստատ, ես տեսնում եմ մի բան, որ կան հոգևորականներ, որոնք իրենց հոգևորականությունը թողած զբաղվում են քաղաքականությամբ եւ բազմիցս ասել եմ, մեկ անգամ եմ պնդում, շատ ավելի ազնիվ կլինի, որ այդ հոգևորականները հանեն իրենց հագուստը եւ զբաղվեն քաղաքականությամբ, վերջ։ Իսկ եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական եւ այդ քողի ներքո անել որևէ դավադրություններ երկրի ներսում, ապա նրանք պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Դուք ասում եք դա իրենց խնդիրն է Փաշազադեի եւ այլն, որտեղ հայտարարություններ են անում, բայց Ադրբեջանը օրինակ խաղաղության հետ կապված շարունակում է խոսել Զանգեզուրի միջանցք արտահայտությունն է մեջ վերում շարունակ այդ մասին։ Բայց չէ՞ որ դա ի վերջո դառնում է նաեւ մեր խնդրը։ Ուրեմն այդ խնդրի լուծման բանաձևը շատ պարզ է։ Ստորագրվում են փաստաթղթեր եւ առաջնորդվում են այն սկզբունքներով, որոնք որ ամրագրված են փաստաթղթերի մեջ եւ այդ փաստաթղթերի տակ ստորագրված է
երկրի նախագահների կամ երկրների առաջնորդների ստորագրությունը։ Դրանից դուրս ով ինչ կասի, որտեղ դուք էլ այստեղ խոսում եք բաներ, որոնք երկրի ոչ բարեկեցությանը, ոչ անվտանգության հետ առնչություն չունեն, եւ հետեւաբար սրանք ուղղակի խոսակցություններ են երկրի ներքին լսարանը ինչ որ կերպով կառավարելու համար, նույնն էլ հարևան երկրում է կատարվում։ Իսկ առաջնորդվող այն սկզբունքները, որոնցով դու պիտի առաջնորդվես, դրանք նրանք են, որոնք որ ամրագրված են փաստաթղթերում եւ որոնց տակ դրված է երկրների առաջնորդների ստորագրությունները։ Դրանցից դուրս կարծում եմ որևէ այլ բան ես մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Քարտեզներ են հրապարակում, նույնիսկ այդպես Զանգեզուրի միջանցք անվանումով հայկական բնակավայրերի անուն են փոխում։ Սա այսինքն չի խոսում Ադրբեջանի որևէ բանի մասին չի խոսում, Ադրբեջանի պետական քաղաքականության կամ մասին խոսելու այսպես փուլը եզրափակվել է այն կետով, երբ որ օգոստոսի 8-ին ստորագրվել է հռչակագիր, որտեղ որ ամրագրված է Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սահմանները։ Այսինքն դրանից դուրս կրկին արդեն լիրիկայի ժանրից է, որ երկրի ղեկավարը ինչ է խոսում, կա փաստաթուղթ, ամրագրված քարտեզ եւ կան դրված ստորագրություններ։ Մենք առաջնորդվում ենք դրանով։ Մնացածը իր ներքին լսարանի համար ինչ է խոսում Իլհամ Ալիևը, ինչ է կատարվում մեր երկրի ներսում, սրանք միջազգային իրավունքի տեսանկյունից առանձնապես մեծ բան իրենից չեն Ալմա-Աթան եք դուք հիշատակում։ Ալմա-Աթայով իրենք արդեն պետք է գյուղատնտեսի տարածքները, որոնք Հայաստանի տարածքներ են, պետք է լքած լինեն։ Պետք է լքած լինեին, չէ, այդպիսի քայլեր արվում են եւ ժամանակացույց եւս սահմանվում է այս ընթացքում եւ բնականաբար այդ քարտեզով սահմանված տարածքներից մենք իրենց տարածքից պիտի դուրս գանք իրենք մեր։ Իհարկե կան նման պայմանավորվածություններ, որոնց մասին բազմիցս խոսվել է։ Նաև երկրի առաջին դեմքի մակարդակով է այս մասին անընդհատ խոսվում։